Բայց ես սերիալագիստներ եւ Փարիզ աղազատ ուրախ արիտով նաեւ ունին ուրիշ ուրախ արիտմը որ երկու պատմական հսկաներ որոնց introduction պիտի ներկայացնեմ որովհետեւ հանրազանոթներ են բարոն Արաբաբյան ասկային ժողովրդական փեվերի խորհրդի անդամ մոդուս իվենտի հետազոտական կենտրոնի հիմնադիր նախագահ Երգարամյա Տիվանակետ բարոն Հարութ Սասունյան ասկային բարերար ասկային գործիչ եւ նաեւ գտնան գսել որ լրակրող խմբակրապետ Փարիզ բոլոր ինչպես եք Կալիֆոռնիա քուրիերի խմբակրապետ գներեք հիշեցի հրամեցեք շատ լավ Արեցես As երկու հսկաներով առաջին հարցումը վիդեոգարկեմ բարոն Սասունյան Իրան Ամերիկա ինչ կբադայի Թրամփը խնդիրի մեջ է Ամերիկայի մեջ ցույցեր կլան բայց Իրանը մեծ հարվածները ստացած է սակայն դուք ավելի լավ գիտեք խնդրեմ ինչ է ծեր գարձիկը եւ ինչ վտանգներ կներկայացնի ասի Հայաստանին աս պատերազմը հրամեցեք բարոն Սասունյան Ասի շատ լուրջ պատերազմ է թեև Թրամփը հաջող պատերազմ բարը չօգտագործեր գսե բզդիկ ասպես այցելությունը գուտանք Իրան ասպես անիմաց բաներ գսե որտեվ ամերիկյան օրենքով նախագահ իրավունք ունի պետք է որ կոնգրեսը վավերացնե այդ քայլը ինչ որ կոնգրեսը չէ վավերացած եւ հետեւաբար ժողովրդին մեծ մասը հագարակ է այս պատերազմ ամերիկյան ժողովրդի մեծ մասը հագարակ է այս պատերազմին որտեղ գտեսնեն որ իրենց պետրոլի քիները կբարձրանան զանազան ապրանքներ սղաճ ունին եւ ամերիկյան ժողովրդի համար ամենակարևոր բանը իրենց կրբանն է իրենց դրամը եւ ծախսերը եւ ոչ թե Բարսկաստան կամ Ուկրաինա կամ Չինաստան ուրեմն շատ վտանգավոր բան է ասի եւ ամերիկային այսպես գերց լուրերու հիման վրա ամերիկյանց պատերազմի մեջ մտավ եւ հավանաբար ավելի Իսրայելի շահին է քան թե Ամերիկային եւ շատ ցավալի է տեսնել որ հազարավոր դարբեր վայրեր կետնի հավասար գնեն ռմբակոծեն եւ երեգալ Իսֆահանի մեջ մեկ հայմը սվաննվեցավ հրթիռների մեկում վաճառով մեկ երկու հրթիռ ինգավ Նախիջևանի օտագայանը թե բարսիկները ժխտեն որ իրենք չեն հրթիռը ուղարկողը իբր թե խաղ է Իսրայելի կողմը եւ այլն բայց մինչեւ հիմա փախտավոր ենք որ Հայաստանի բարակային բան չէ բդահած բայց չէ բացառված որ գրնա սխալմամբ կամ ոչ սխալմամբ մի քանի հրթիռներ կամ մեկ հրթիռ առնվազն ինը Հայաստանի վրա որ շատ ավելի ցավալի բիլդ մեր բոլորի համար Օրթոսյանը գեդեմյան ատկանով ալա այսինքն դեր գնան գսել աժամ մրձավ արդյոք Հայաստանի բուդակ կսպարնա աս պատերազմով նոյև Ադրբեջանը օկտիվի արիտեն այո կարելիությունը կա հուսամ չի վադայր որտեվ մինչև հունիսի 7-ը Ալիև եւ Փաշինյան համաձայնած են որ խաղաղություն պիտի խաղան եւ ժողովրդին պիտի խափեն այդ խաղաղության խոսքերով եւ եթե Արցակումը լա արդեն Փաշինյանը վստահ կգործընծնե ընդրությունը ուրեմն ասի այսպես բեմատրված մեկ խաղաղություն մնե բայց հունիսի 7-ին հետո ոչ մի գարանտիա չկա որ Ադրբեջանի կողմէ հարձակում չլա անկախ այդ բանեն թե խաղաղության դաշնակերը գստուակրեն թե ոչ Օրմաբյան ին հարցումից եզի Իրան Ամերիկա պատերազմը ինչպես է գզարկանա եւ ինչ վտանգներ կսպառնա Հայաստանի խնդրեմ Իհարկե ցանկալի կլներ որ այս պատերազմը սկսած չլներ թե բարոն Սասունյանը իրավացիորեն նշեց այդպես չի կոչվում բայց այլուհանդերձ պատերազմ է եւ ընդլայնվող պատերազմ է որտեղ ըստ էության մի շարք երկրներ արդեն հարվածի են ենթարկվել ինչ որ ցեվով ներգրավվածություն են մեզ համար վտանգավորն այն է որ ամեն ինչ մնա կիսատ այսինքն եթե Թրամփը սկսել է այս գործընթացը պիտի հասցնի մինչև վերջ հակառակ պարագային մենք ինչ ենք ունենում մենք ունենում ենք ավելի թուլացած ռազմականապես եւ տնտեսապես ավելի թուլացած Իրան որի շուրջը Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը առայժմ իրենց զուսպ են պահում, բայց ախորժակները պիտի բացվի, ինչքան Իրանը թուլանա։ Հետևաբար
հատկապես նորից պարոն Սասունյան կրտեմ հունիսի 7-ից հետո, երբ որ արդեն Ալիևի համար այդ վերջնաժամկետը վերջանա, որտեղ ինքը ամեն ինչ պիտի անի, որ ընտրվի Նիկոլ Փաշինյանը, իսկապես հնարավոր է պատրվակ օգտագործել այդ պատերազմը, ասել, որ գիտեք, 1-2 հրթիռ կամ դրոն եւս կհայտնվի Իրանի տարածքում, կներեք, իբր Իրանից Ադրբեջանի տարածքում եւ դա կարող է պատրվակ օգտագործվել գոնե հյուսային շրջաններում հարձակումների համար, որովհետեւ երբ որ մենք հետևում ենք Ադրբեջանի պետական քարոզչությանը, ապա շատ ավելի կտրուկ դարձել իրենց, այսպես ասած, պահանջները իբր ազատագրելու պատմական հողերը, պատմական հայրենիք եւ հետաքրքիր է, որ ներկայացվող քարտեզները ըստ քաղաքական վիճակի գնալով ավելի մեծանում են։ Եթե առաջ միայն հյուսիս-արևմուտքն էին, այսպես ասած, Ադրբեջան ներկայացնում, հիմա այս վերջին քարտեզները, որ կրկնում են պետական հեռուստատեսությունը ցույց է տալիս, հասնում են մինչև Մաշեդ, մինչև այսինքն Թուրքմենստանի սահմանները եւ այլն, այսինքն երկրի առնվազն կեսը։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի զավթողական ծրագիրը ոչ միայն Հայաստանի նկատմամբ է, այլ նաև բնականաբար բոլոր հարևանների եւ Իրանի եւ այդ թվում նաև Ռուսաստանի նկատմամբ, հիշենք Հարավային Դաղստանի նկատմամբ եւս պահանջներ ունեն, այնպես որ ես կարծում եմ, որ Հայաստանի շահի տեսակետից ինչքան արագ իշխանափոխություն լինի Իրանում, այնքան լավ։ Դրան առանձին կանդրադառնանք ինչու, եթե պետքա։ Վերջանալու ենք ամենայն պարոն Սասունյան, դուք ինչ կա նախ հիշեցնեմ, որ ասի բանավեճ չէ ոչ մի կերպով, ասի երկու ուղեղներուն իրար միացնելու հարցազրույց է, որ բանավեճ չէ ոչ մի կերպով, դարագարձիկ բարոններ չունիմ այս վիդեոյում։ Պարոն Սասունյան, արդյոք Իրանի վարչակարգի փոփոխություն Հայաստանի համար ավելի նպաստավոր է, թե ավելի վտանգավոր է, խնդրեմ։ Ուրեմն դժբախտաբար Հայաստանը մեծ թերակատարություն ունի այս մեծ խաղերու մեջ, ինքը ենթակա է եւ հուսամ զոհ չի դառնար, բայց Բարսկաստանը մինչև հիմա գտիմանա հագարակ 1001 հարվածներուն եւ երկու քերոզոր բերություններ, որ Իսրայել եւ Ամերիկան են, այդքան հրթիռներ, ռումպեր դեղացին Բարսկաստանի վրա, որ բազմաթիվ հազարավոր վիրավորներ, հայրուրներով, եթե ոչ հազարավոր զոհեր, ուրեմն շատ անգայուն վիճակը գդիրե, ինչպես պարոն Բաբյանը ասավ, ամբողջ գոլֆի երկրներու համար, եւ չենք գիտեր երբ պետք է վերջանա, որտեղ Թրամփը ամեն օր իր խոսքը կփոխի, սկիզբը շաբաթ առաջ որ Բարսկաստանին 48 ժամ գուտամ, եթե խաղաղություն չլա, պետք է ռմբակոծեմ էլեկտրագայանները Բարսկաստանի, 48 ժամը վերջացավ, ասավ 5 օր եւս պետք է դամ, 5 օր չվերջացավ 10 օր պետք է դամ, ուրեմն Թրամփին ովև է ասաներուն ովև մեկը չգնար վստահիլ, որտեվ ինչպես Փաշինյանը գնենու խաղը, դու բամը գսե երկունը հագարակը գսե, Թրամփն այդպեսի ղեկավար մնե, բայց իմ պապակս է, որ այս պատերազմը որքան շուտ ավարտվի, այնքան լավ Բարսկաստանը հանդարտի, Բարսկաստանի ժողովուրդը իրենք թող որոշեն ինչ տեսակ ռեժիմ գուզեն, ադի իմ որոշումս չէ, սերիկ չունիմ հոն, միայն թե այս սարսափելի պատերազմը դադրի եւ բրգենք որքան շատ մարդու կյանքը որքան կարելի է։ Շնորհակալ եմ նույնիսկ որ նաև իմ հայրենիքս նաև ես երկու հայրենիք ունեմ իհարկե Հայաստան եւ Լիբանան մեծ ողբերգության մեջ է եւ երեք Իսրայելն այսինքն ադեներգա որ ճիշտ բալով չափեն չափը կանցնել լրակողները որ իրեն հագարակ գործ գտան Լիբանանցի լրակողներ անոնցալ հարվածած եւ գարդես դիտումնավոր բարոն Բաբյան ես անցնալես Ատկան համոզված չեմ որ Թրամփը անգամ է ես ուրիշ համոզում ուրիշ դպավորություն եմ ավելի ճիշտ ավելի դպավորված եմ որ Թրամփը շատ խորամանկ եւ շատ պրագմատիկ նախագահ Լիբանանցի վերլուծապան երեք ասա որ ոչ թե որ մենք Թրամփը չի գիտեր ինչ կուզե մենք չենք հասկնար Թրամփը ինչ կուզե խնդրեմ ձեր տեսակետը եւ ձեր իշխանագը խնդրեմ
Թրամփը իմ կարծիքով մի շարք բաներ կուզե եւ իր անձնական տեսանկյուն է մարդկային հոգեբանությունը մենք չպետք է անտեսենք շատ կարեւոր Այո, հարց է էգոիստ է։ ակնհայտ է որ Թրամփը ընդհանրապես շատ կուզե որ իր անունը այսպես համբավավոր դառնա ինքը ինչ որ առաքյալի մարմաճ ունի եւ պատահական չէ այս վերջին հարցազրույցներից մեկի մեջ Հորմուզի նեղուցը կոչեց Թրամփի նեղուց հետո էլի կրկնեց Հորմուզի այսքան մարդը նման բաներ ունի հիշենք Մեքսիկայի ծոցը նորից ամերիկյան կոչեց նման ինչ որ բաներ սա կարեւոր հանգամանք է մարդու կերպարը շատ կարեւոր է եւ հենց սա է ցույց տալիս որ բավականին անպահում վիճակում էր Իրանի դեմ այս գործողությունը որովհետեւ նման մեծ գործողություն անելով շատ ավելի մանրակրկիտ այսինքն իր վրա ազդեցությունները շատ են հիմա ինքը ինչ կուզե այն ինչ որ հայտարարվել է պաշտոնապես կոնե ամերիկյան տեսակետ է այսինքն միջուկային ծրագրի դադարեցում, բալեստիկ հրթիռների ծրագրի դադարեցում եւ Իսրայելի ճանաչում։ Երեք այսպես ասած պաշտոնական տեսակետ պաշտոնապես այսպես հասկանալի չէ իշխանափոխությունը արդյոք կա այդ ծրագրի մեջ թե չկա որովհետեւ շատ փոփոխական է տարբեր պաշտոնյաներ իրար ամերժ տեսակետներ կսեն բայց ասենք Իսրայելի կողմից ակնհայտ է որ Իսրայելը ծրագիրն ունի եւ Իսրայելը համար սա շատ կարեւոր հանգամանք է այսինքն իշխանափոխությունը Իրանի ներսում հիմա կան ածանցյալ մի շարք այլ խնդիրներ որ կարծում եմ օրինակ նույն նավթի շուկայի վերահսկողությունը որը շատ կարեւոր է եւ ճանապարհների վերահսկողությունը հենց նավթի արտահանման ես կարծում եմ եւ մենք առիթ ունեցել ենք դրա մասին խոսել որ Վենեսուելայի եւ Մադուրոյի այդ ծրագիրը շահկապված է Իրանի հետ այսինքն նախապես շուկայի այդ մասը այսինքն կարևորագույն մատակարարներից մեկը վենեսուելական նավթը վերցրեց Միացյալ Նահանգների իր վերահսկողության տակ հետո գնաց այս գործողությանը ինչու որովհետեւ համաշխարհային առումով առանցքային դիմակայությունը որ կա դա ամերիկա-չինական դիմակայությունն է եւ այս մեր շուրջը ընթացող երկու պատերազմն էլ ասենքն Իրանի դեմ եւ ասենք ռուս-ուկրաինականը ըստ էության ածանցյալ այդ մեծ դիմակայությունից Միացյալ Նահանգները թույլատրում են Չինաստանի մատակարարներին Չինաստանի գործընկերներին Չինաստանի հնարավոր դաշնակիցներին որովհետեւ այսպես ասած ակնկալվող հաշվարկվող վերլուծություններ կան որ առաջիկայում ու Տայվանի շուրջ եւ այլ հարցերի շուրջ կարող է բախում լինել Չին ամերիկյան իսկ Չինաստանի դեմ ուղղակի պատերազմը դա ինքնակործան մի մեծ գործողություն պիտի լինի այսինքն դու պիտի հնարավորինս եթե չես կարող ուղիղ այլ անուղղակի այդ պատերազմները մղես հիշեցնեմ ձեզ որ սառը պատերազմի տարիներին եւս երբ որ ասենք Վարշավյան բլոկը եւ ՆԱՏՕ-ն ուղղակի չէին կարող պատերազմել որտեղ երկուսն էլ մեծականակ միջուկային զինանոց ունեին այդ պատերազմները գնում էր ածանցյալ այդ քվազիվո կոչեցյալները ածանցյալ պատերազմներն էր Անգոլայից սկսած մինչև Աֆղանստան, Լատինական Ամերիկայում են ինչ որ բաներ մրցակցություններ գնում եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք այդ դրա դրսևորումներից մեկը, հետեւաբար իմ կարծիքով Ամերիկայի հիմնական խնդիրն է թույլատրել Չինաստանը, որովհետեւ Չինաստանի նավթի 20%-ը իրանական նավթն է, իսկ ընդհանրապես Հորմուզի նեղուցով անցնող նավթի 90%-ը գնում է 4 երկիր՝ Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա, եւ նաեւ դրա հարցը կա վերահսկման հարցը։ Ուրիշ բան, որ կարծում եմ մի քիչ հաշվարկները սխալեր այդ դեպքում սեփական, այսինքն գործընկերների կամ դաշնակիցների հետ ծոցի արաբական երկրների ճակատագիրը ոնց պիտի լինի եւ արդյոք հնարավորություն կա նրանց պաշտպանելու կամ հնարավորություն կա նույն տանկերները հեղուկան ավերը պաշտպանելու, որը կարծում եմ ներկա զենքի կիրառման, հատկապես դրոնների կիրառման դեպքում դա անհնար է, որովհետեւ բալեստիկ հրթիռներից ինչ որ չափով հնարավոր է, բայց գիտեք, 1-2 միլիոնանոց հրթիռով ոչնչացնել 50-100 ամենաշատը $250,000 արժեցող դրոնները, որոնք հազարավոր են, դա հնարավոր չի, ոչ մի տնտեսություն դրան չի կարող դիմանալ։ Դրա համար այսպես մի տեսակ փակուղային վիճակ է,
գիտեք, հայկական մի խոսք կա, երկու ընկեր գնում են որսի, արջ որ մեկ ասում արջին է, արջ եմ բռնի, ասում բեր, ասում չեմ կարողանում, ասում դե թող արի, ասում արջը չի թողում։ Հիմա այս վիճակն է, այսինքն Թրամփը երկիրը մցրել է մի պատերազմի մեջ, որը կարող է ոչ ինքը ազատվի, ոչ էլ կարողանում է հասցնի մինչև վերջ։ Եվ իր համար կարծում եմ սա կարևոր է, որովհետև եթե մինչև աշուն ինքը այսպես ցուցադրական լուրջ հաջողություն չկարողանա ներկայացնի սեփական ժողովրդին Միացյալ Նահանգներում, սրա մասին պարոն Սասունյանը ավելի մանրամասներ է խոսի, բայց իրանական համայնքը Միացյալ Նահանգների եւ հրեական համայնքը դժգոհ են լինելու Թրամփից, որ եթե չկարողանա իշխանափոխություն անի, մեղադրելու են, որ դու կոչ արեցիր ժողովրդին, որ փողոց դուրս գա, հազարավորներ կոտորվեցին եւ եթե մնաց այս իշխանությունը, շատ ավելի են կոտորվելու, շատ ավելի են այնտեղ բռնության ենթարկվելու։ Իսկ հաշվի առնելով նաեւ, որ քվեները դեմոկրատների եւ հանրապետականների գրեթե հավասար են, այսինքն 1-2%-ով ընդհանրապես որոշվում, վճռվում հաճախ այդ ընտրությունների ելքը, հանրապետականները հնարավոր է ընտրություններին կորցնեն։ Իսկ այդտեղից էլ կա նաև անձնապես Թրամփի համար վտանգ, impeachment եւ այլն։ Այո։ Բարոն Սասունյան, խնդրեմ, բարոն Բաբյանը ցեզի խնդրեց ասի ավելի ենթարկել, բայց քիչ մգար, որ հաջորդ հարցումը ցեզի հարցնեմ Հայաստանի ընդրություն։ Արդյոք իսկապես իշխանություն հիստերիայի մեջ է, որովհետև բարոն Սամվել Գարաբեդյանը արչև է եւ ընդդիմությունը բավական լուրջ է եւ երկիրը սարսափի եւ ահավտով, այսինքն դեսնենք որ մենք դեսարաններ, որ ես այլևս որոշած եմ ընդրության պերանս փակ բայել, որպես ես ալ ինչպես կսեն դագը չնստիմ։ Արդյոք նախ բարոն Բաբյանին հարցում են քիչ մի երկարացեք, գսեգոր որ ըստ իրեն հանրապետականներուն վիճակը շատ թույլ վիճակի մեջ է եւ Հայաստանի ընդրություն խնդրեմ հարամեցեք։ Ուրեմն ես մի քանի բաներ ավելցնեմ, բարոն Բաբյանին ասածը շատ ճիշտ է, անգլերեն գսեն all politics is local։ Ամեն տեսակի քաղաքականություն միշտ տեղական քաղաքականություն է, որ ավելի աստեցիկ է, քան թե միջազգային քաղաքականությունը, որ ուղղակի ամերիկյան ժողովրդի կրբանին եւ ցանկին գաստ է։ Ուրեմն Թրամփն ինքն էլ բիզնեսմեն է, բիզնեսը ավելի հասկանա, քան թե ուրիշ բան է։ Ուրեմն երբ որ գտեսնեմ, որ ամեն օր պետրոլի քիները գաջին եւ հսկա փոկա ժողովրդի ամերիկյան ժողովրդի մեջ եւ այլ ապրանքներու քիները գսողին, Թրամփը հadoop որսի խորոմանություններ անել ամեն մի քանի օր անգամ, օրինակ երբ որ stock market-ը շատ ինա, ինքը ամենից գայդարար է որ շատ մոտ է խաղաղությունը շուտով պիտի ավարտվի եւ ամենից stock market-ի քիները կբարձրանան, բայց կբարձրանան մի քանի օր, հետո ետ կիշխան, ուրեմն ինքը այդ խաղերը կխաղա, հետո քանի որ ինքը արդարոց մարդ է եւ նաեւ բարոն Բաբյանն շատ ճիշտ է, եթե այսպես շարունակվի, քիները բարձրանան եւ պատերազմը անորոշ ցեվով ավարտվի, դեմոկրատները արդեն մեծ շանս ունեն որ հաղթեին նոյեմբերի ընտրություններուն, շատ ավելի իրեն շանսը կբարձրանա այս բարականերուն։ Նաեւ ինչ կվերապերի Թրամփին, Չինաստան, երկու խոսք մասին ասեմ, ուրեմն Թրամփը քանի որ միշտ արդարոց բաներ գսե, օրինակ անցյալ օրը ես գնայի ինքը մեկ անգամ ելույթ ունեցավ եւ ասավ որ բանի այդ նեոցի հարցը ասավ ով պիտի դերաբերե ժուրնալիստը, ասավ ես եւ Այաթոլան անհավատալի բան է, երբ որ ամիսների վեր գայդարարի դառնալ գայդարար պետք է իշխանապողություն այաթոլներ իրանությունին բաշտոնի վրա անելու հիմա ինքը այաթոլան պարտներ պիտի լինեն մյուս արդարոցանը այն է որ հագարակ որ բարոմովյան ճիշտորեն ասավ որ Չինաստանի եւ Ամերիկայի մեջ մեծ հագամարտություն կա որպես երկու հզոր բերություններ միջուկային հսկականության զեկեր ունի երկուքն բայց երկրորդս որ Թրամփը գոչուեց Չինաստանի շաբաթ առաջ որքան միջամբդեն եւ փանան այդ հրմուզի նեղուցը ուրեմն Չինաստանը որ հագարակ է Չինաստանի օգտություն կխնդրեինք նաև ինքը այսօրում պետք է Չինաստան այցելեր շուտով բայց
ամիսով հետաձգեց պատճառով եւ նաեւ ասեմ որ բարսիկները բավական խորաման խաղեր կխաղան մենք միշտ անոնք որ մոդեն չեն հետևիր մանրամասներուն այդ դվարտնագեն որ այդնեղուց լրիվ փակ է բայց լրիվ փակ չէ այն նավերը որ բարսիկները ուզեն որ դուրս գան Հնդկաստանի համար Չինաստանի համար հadoop արդյունքում գտան որ դուրս գան գսեն որ բարսիկները որ փակ չեն գսեն անոնք որ մենք կուզենք դուր գտանք որ դուրս գան որ այսպեսի խանդիջաղաճ վիճակ մը գա անշուշտ մասնակիցները գեդևին այս բոլոր բաներուն եւ մեծ մասնալ անհասկանալի է ոչ միայն մեզ անհասկանալի է այլ Թրամփին վերջին 4 շաբաթներուն Թրամփը քանի անգամ իրեն վարարեցին բادرազմին դեպադագը ինչ է ամեն բարձրանին դարբեր բարձրան մտավ եւ երբ որ փակտորներու յետև կոնգրեսի հանդիպում տեղի ունեցավ ոչ հանրային եւ գարավարտյան ներկայացները նախարարները եկան ու զեկուցեցին կոնգրեսմենները դուրս եկան սիմուր մենք բամը չհասկացանք այս զեկուցը այսպեսի խանդիջաղանջ վիճակ մը գա որտեվ այս է որ Թրամփի նախագահությունը այս ելևեջներու մեջ գանցատարնա լավ հարցումը ուրեմն սկսենք բարոն Բաբյանեն Հայաստանի ընդդիմությունները արդեն հարցումը լսեցիք արդյոք իշխանություն հիստերիայի մեջ է թե այս բոլոր դիմնավոր գնե փաստորեն իր բյուջետները իրեն վրա կատաստրոֆ են աղետ են այսինքն ես աղոթեցի որ այս բյուջետները սաստկացնեն դեպի Երևան եւ շրջագայություն որտեղ ամեն մեկ Այցելուջան մեկատ նոր խայդարագության արչեւ դահաճ ուզեմ ողջունել Արմինե Սախոյանը որ եւ ուրիշ Արմինե Մագար ճիշտ չեմ գիտեմ որ հերոսի աղջիկներ որ արդեն դուրը բացին այս իրավիճակը խնդրեմ բարոն Բաբյան այն որ կառավարող կուսակցության վարկը խիստ ընկել է դա փաստ է այն որ ամիսներ առաջ պաշտոնական ընտրարշավից ամիսներ առաջ առաջինը Նիկոլ Փաշինյանը սկսեց ընտրապայքարը Ներողություն բարոն իրավունք ունի օրենքով արգելված չէ հիմա կոնե սկսել գարձեմ իր արգելված է չէ այս օրենքի Կարծեմ չտե օրենքի չէ ոչ արգելված է նման բառ չկա բայց կսե որ պաշտոնական ընտրապայքարը սկսում է գրանցումները ավարտելուց 1 շաբաթ հետո իսկ գրանցումները պիտի ավարտվեին ասենք ապրիլի վերջերին այսինքն խոսքը մայիսից այնտեղ մի 40 օրվա մասին է պաշտոնական ընտրապայքարը բայց իրենք ասում են քանի որ նշած չի որ արգելված է մենք առաջինը ներկայացնում են որ սա ընտրապայքար չէ այլ ներկուսակցական նախընտրություններ primaries բայց դա այնքան ակնհայտ սուտ էր որ իսկույն հրաժարվեցին եւ իրենց հենց կուսակցականներն էլ դա ընտրապայքար էին կոչում որտեվ primaries դու անում ես գնում ես ինչ որ դահլիճում որտեղ մարդիկ գալիս են հավաքվում են ովքեր քո կուսակցության կողմնակիցն դու փողոցում կամ խանութում չգիտես ով է քպայական որին պատահական մոտենում ես եւ primaries ես անում դա սովորական ընտրապայքար է եւ այս ընտրապայքարի մեջ բնականաբար իշխանությունները օգտագործում են բոլոր հնարավորությունները խոստումներ են տալի լավ հասկանալը որ այդ խոստումների մի զգալի մասը իրենք չեն կարող իրականացնել որ կամ այսօր սկսել է նույն տեսեք այս առողջապահական համակարգը իբր ապահովագրություն եւ այլն որ մեծ դժգոհություն առաջացրել բժիշկների մոտ բուժաշխատողների մոտ ակնհայտ է որ սա ընտրություններից հետո չի շարունակվելու եւ բոլոր տեղել ասում են մի կերպ յոլա գնացեք որտեվ ահավոր բան է կատարվում այսինքն ըստ էության ի վնաս իրենց են այս բժշկական կենտրոնները շատ բաներ անում եւ այլն բայց քանի որ որոշ մարդիկ կա հատկապես իր թիրախային խումբը այդ 600,000 թոշակառուներն են Հայաստանում 600,000 թոշակառու կա տեսեք պաշտոնապես 2.5 միլիոն 2.400,000 ընտրող կա որից 600,000-ը ճիշտ է թղթի վրա է ամբողջը թոշակառու են իսկ հետեւաբար եթե այդ թոշակառուների իսկ իրական երկրում գտնվողներ ասենք 2/3-ը 400,000-ն է թե թոշակառուների կես 200,000 քվեն տան իրեն այս խոստումների հիման վրա եւ իրենք չեն խորանում ինքը ասում է խաղաղություն լավ բաներ է ասում սա մեկ ասենք 200,000 էստեղից մի 200,000 դա այն պետական ապարատն է որը մշտապես քվեարկել է իշխանության օգտին
ոստիկանությունն է, իրավապահ բանակն է եւ այլն։ Մեր կողմը այդտեղավ քեզ 400,000 քվե, մի 100,000 էլ մարդ կա, որ տարբեր հակումների, տարբեր, ասենք, պատճառներով կողմ, այսինքն ինքը դրա վրա է ուս, այդ մի կես միլիոն քվեն հավաքել եւ այլն։ Բայց իմ կարծիքով նաեւ իրենք լավ են հասկանում, որ միայնակ այսօր Հայաստանում որևէ կուսակցություն թեև խոսում են 2/3-ի մասին 67%, 66%-ի մասին, բայց իմ կարծիքով որևէ կուսակցություն չկա, որ 50 եւ ավել տոկոս հավաքի, դրա համար Փաշինյանը պիտի փորձի իր հետ միասին խորհրդարան անցկացնել 1-2 արբանյակ կուսակցություն։ Նոր, այսպես ստեղծում են։ Բայց շատ թույլ են, շատ կներեք, այսինքն այդ ալբանյանները շատ թույլ են, այսինքն ամենամեծը հանրապետություն կուսակցությունն է, կարծեմ որ ընդհանրապես հազիվ լսած ենք մյուսները արդեն խնդալիք են գներեն, այսինքն, բայց խնդալիք են։ Չէ, բայց գիտեք ինչա, դուք ասում եք այդպես, բայց նույն հանրապետության կուսակցությունը 3.5% հավաքեց նախորդ ընտրություններին, որտեղ ըստ լուրերի, այսինքն նույն Վարդենիսի ամբողջ կորպուսին հրահանգված էր քվեարկել բանակային կորպուսին, այդ կուսակցության օգտին։ Հիմա ըստ լուրերի էլի ուզում եմ շեշտել, որտեղ ոչ ոք չի կարողանում ստուգ։ Հիմա որ նույն հրահանգը գա քվեարկել այսինչ եւ այնինչ, որտեղ տեսեք դաշտի վրա ստեղծում են հետեւյալը։ Մի հատ արևմտամետ կուսակցություն են մեջտեղ բերում, որտեղ Փաշինյանն լավ հասկանում, որ արևմտամետները իրեն քվե չեն տալու։ Բայց ստեղծում է արևմտամետ իմիջով մեկը, այն ինչ որ ես բնական կեղծ արևմտա։ Եվ մի հատ էլ կեղծ ազգայնական կուսակցություն են մեջտեղ բերում։ Այսինքն այն քվեները, որոնք ինքը չի կարող ունենա, ուրիշներից պիտի տանեն։ Դեկտեմբերի եւ հույսն է նա, որ իր հավաքած 30-35%-ին գումարվեն, ասենք մի 12% այս մյուսները որ կանի, ասենք 45-47% գումարված մերես հիմար ընտրական օրենսգրքով այդպես կոչված փոշիացած ձայների վերաբաշխումը իրենց, այսինքն եթե առաջ տեղում ես ուրեմն ամենաշատ քվեն է ստանում, եթե երկրորդ ես էլի ստանում ես ահակին, հիշեցնեմ ձեզ, որ 18 թվականի ընտրությունների ժամանակ փոշիացավ, այսինքն կուսակցություններ, ովքեր հավաքել էին մինչև 5% քվե, 15%-ն էր այդպես, իսկ 21 ընտրությունների ժամանակ 20%-ը, այսինքն ամեն 5-րդ քվեն ըստ էության փոշիացավ, որը հետո գնաց այդ 3 կուսակցություններին, ովքեր որ մտան խորհրդարան, այսինքն հիմար վիճակը գիտեք որն է, այսինքն դու պայքարում ես, քեզ քվե են տալիս, հետո եթե դու չես անցնում այս հիմա 4% են սարսի անցողից չեմը, քո քվեները գնում են քո հակառակորդին, քո թշնամուն, այսինքն ստացվում է, որ դու նրանց օգտին ես այս ամբողջ աշխատանքն արել։ Եվ այդ ձևը, նույնը կարծում եմ ընդդիմության շարքում, այսինքն Սամվել Կարապետյան, Քոչարյան եւ այլն, ինչի եմ այս երկուսը տալի, որտեղ իմ կարծիքով այս երկուսն են ռեալ հնարավորություն ունեցողները, ոչ թե ցանկալի։ Ես երկուսի հետ էլ ընդդիմության ես երկուսի հետ էլ աշխարհակաղակական լուրջ տարաձայնություններ ունեմ, բայց երբ որ մենք նայում ենք ռեալ գետնի վրա, իրանք են որ դրա հնարավորությունն ունեն։ Եվ այստեղ հենց վատը այն է, որ էլի մի կուսակցություն չի կարող 50% հավաքել, նայելու է մյուսներին, իսկ մյուսները ավելի, այսինքն եթե օրինակի համար նույն, ասենք Սամվել Կարապետյանը ինչ որ քվե հավաքեց, ինքը ավելի նայելու է Քոչարյանի ձեռքին, որովհետև Քոչարյանը եթե կարողացավ անցնել 8%-ը, որտեղ կոալիցիան է ստեղծել, նշանակում է, որ քիչ տոկոսներ ունենալով դառնում է Kingmaker, այսինքն ինքն է հաճախ թե ում կողմը կանցնի եւ այլն, այսինքն շատ վտանգավոր է եւ շատերը այս նրբությունները չեն հասկանում։ Եթե իսկապես, այսպես ասենք, Քոչարյանը եթե իսկապես ուզում էր, որ Նիկոլ Փաշինյանը չհաղթի, ինքը իր տեխնացիոնը չպետք է դներ, որովհետեւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Քոչարյանի հնարավոր ձայն տվողների 75%-ը որպես երկրորդ ընտրություն Սամվել Կարապետյանի անունն են տալի։ Այսինքն ըստ էության Քոչարյանը Սամվել Կարապետյանից է քվեները տանում, Քոչարյանը Նիկոլ Փաշինյանից չի տանում քվեները։ Կարճ ասած, այսպես է բարդ խճողված իրավիճակ է, իսկ կողքից էլ կան բնականաբար կուսակցություններ, որոնցից 1-2-ը կարող է անցնեն այդ 4%-ը եւս, բայց խնդիրն է նա, որ դրանք հարց լուծող չեն այնտեղ լինելու։
Այսինքն իրենք որևէ բան չեն կարող փոխել, ինչքան էլ ոմանք ուզում են ներկայացնել, որ իրենք, չգիտեմ, ազնիվ են, իրենք այսպես են, այնպես են, եթե անգամ հավատանք էլ միևնույն է, խնդիրը մնում է այդ խոշոր կուսակցությունների ձեռքում, ինչպես իրանք կվերադասավորեն իրենց ուժերը ընտրություններից հետո։ Այո։ Պարոն Սասունյան, մենք նայում ենք 9 րոպե, խնդրում եմ ձեզ դալ 5 րոպե, որտեղ 4 րոպե Բարոն Բաբյանի մի դատկացնեմ, համաձայն եք, ես անձնապես Հակոբյանը Հակոբովս իրեն տեխնոլոգիությունը շատ վնաս տեսա, որովհետև շատ մարդիկ անունը լսելով պիտի բանեն երթան ընդրեն Փաշինյանից։ Գուզեմ ցեր տեսակետը ունենք դակամին 9 րոպե, խնդրեմ 5 րոպեն ցեզ դատկացնենք։ Ընդրություն Հայաստան։ Ուրեմն քանի որ մեր հայրենիքը դժբախտաբար քիչ արդարոց երկիր է, ուրեմն սկսեմ բացատրելով այս ընդրաբայկարի շրջանի սահմանափակումը։ Ես մինչև վերջերս այդ դպրոցյան դակ էի, որ ընդրությունն մինչև 30 առաջ չես կարող ընդրաբայկար դանել, բայց 2 օր առաջ դեսա շատ զարմանալի մեկ հարցազրույցը ընդրաբայկարի հանձնախումբի նախագահը Ադենաբեդը բացատրեց հետևյալը. ասավ որ չէ, սովետի բան չկա, 30 օրեն առաջ կարելի է ընդրաբայկար մղել, սակայն ասավ 30 օրը գվերապերի ուրիշ բան է, այն է որ 30 օրվա ընթացքում ավելի սահմանափակ քայլեր կարող են առնել, 30 օրեն առաջ կարող են անել ինչ որ ուզում են, բայց 30 օրը մեջ ավելի սահմանափակ, որովհետեւ խախտումներ չլինեն։ Ուրեմն այսպես բացատրեց, անշուշտ շատ զարմանալի մեկ բացատրություն մնա, գամ 30 օր գա, գամ չգա, ուրեմն այդպես բացատրեց։ Ինչ կվերապերի, ուրեմն ինչպես պարոն Բաբյանը մանրամասն բացատրեց, Հայաստանի ընդդիմությունները ոչ միայն պարտ են, այլ ավելի կպարտանան ամեն անգամ, այդ կոշիանալու հարցը կա, որ շատ լուրջ հարց է, եւ քանի որ ամեն մեկը որ գուսակցություն հիմնած է, գուզե որ ինքը իր տեմպը ցույց տա, իր գուսակցությունը ընդրաբայկարի մեջ լա, ինքը կարևոր մարդ նկատվի, ահագի մարդիկ անունին գտնեն, գտնալով որ այն շանսը գրեթե 0 է հաղթելու 4 լոգոսը չպիտի կրնան անցնել, ինչ կվերապերի Քոչարյանին եւ Փաշինյանին, ուրեմն այստեղ շատ արդարոց մեկ իրողություն մգա, որ 2021-ի ընտրություններուն Քոչարյանը ստացավ, եթե ճիշտ կհիշեմ, 21%, Փաշինյանը ստացավ 48% կարծեմ, եւ այն դեպավորությունը ես ստացա, որ ես կարծեմ որ Քոչարյանը շատ ավելի քիչ կվեբի ստանա, որտեղ դեսնեի երկար դարիների եւեր հագակոչարյանական դրամատուրգները ժողովրդի մեջ, բայց այնպես երևի որ Փաշինյանը գոկտակորձե Քոչարյանի անունը նախինները ասելով, որովհետեւ քվեները ինքը ստանա, Քոչարյանն գոկտակորձե Փաշինյանի ցախողությունները, որովհետեւ անոնք որ ճշգրտում են Փաշինյանեն, որոնց թիվը ավելի շատ են, իրեն կվեդան։ Հիմա չեմ գիտեր ինչ պիտի լավ, դե չեմ ուզեր քուշագություն ունել, որովհետեւ մարգարեությունները քաղաքականության մեջ շատ վատ բան է եւ ընդհանրապես երբ որ սխալիս ամոթով դուրս կգաս, ուրեմն չեմ ուզեր կանխադեսումներ ունել, բայց նայենք ինչ պիտի բադայի, բարդ ընդրության ծև գա Հայաստանի մեջ, փոշիացման 4 լոգոս, եթե կոալիցիա 6%, 2 գուսացություն, 3 գուսացություն լանը 8%, շեմներ 4 լանը այսքան բարդ սիստեմը ինչու ռազեն չեմ գիտեր, որտեվ վերջին կարևոր բանն ասեմ, եթե ես լայ Հայաստան ապրող, Հայաստանի մեջ քաղաքական կյանքի մասնագետ մեկը, հետևյալը ես կփորձեի անել, որ ոչ մեկը չի փորձեր անել։ Ժողովրդի մոտարվես 50%-ը երբ որ հարցնեն թե ում կվեբի դակ հաջորդություններուն, կսե ոչ մեկին, չի մասնակցեմ։ Ուրեմն մեր գուսակցությունները բոլորնալ սխալ քայլ կառնեն, իրենք կփորձեն վիճիլ փորձել Փաշինյանի քվեները իրենց կողմը քաշել, համը որ չպիտի դեղ ունենա, որտեղ Փաշինյանի քվեները իր ապարատն է pedagogan, մարդիկ որ բարգեա վճեր կստանան եւ գոկտովին կոնտրակտներ կստանան եւ այլն, adոնց երբեք օպոզիցիան չպիտի կարողանա համոզել, որ իրեն քվեդան։ Ուրեմն ինչու համար երթալ
անգարելի մեկ նպատակի մի յետևեն որ Փաշինյանին մարդոց համոզես որ կան քեզի կվեդան որ չպիտի դան իսկ չես փորձեր at 50%-ին յետևեն երթալ որ չպիտի մասնակցին եւ իրենց համոզել որ երթան կվեդան եւ շատ ավելի թյուրին է չեզոք մեգուն համոզելը որ կողմդ կա քան թե քու հագարագորտիդ համոզես որ կողմդ կա բարմոբյանը նույն բանը սա վիճառա համացայն եմ ուրեմն օպոզիցիայի գլխավոր նպատակը այս օրերում պետք է լա մինչև ընդրություն ինչեր պետք է անեն ամեն օր աշխատին որ at 50%-ը իջեցնեն 40%-ի 30%-ի 0 չիպ դիլ անշուշտ բայց եթե 40-30%-ը լադի կտա 20% ավելի քվեկ ու կա իրենց կողը եւ դա շատ ավելի թյուրուն է քան թե Փաշինյանին մարդոց համոզելը որ քեզի կվեդան Բարոբաբյան ունենք դակավի 3 րոպե խնդրեմ շատ հետաքրքիր բան մսա որոնց Սասունյանը ժամանակը ցեզի Հա Ես նախ ասեմ որ Հայաստանի կենտրոնական հանրապետության ղեկավարը Վահագն Հովակիմյանն է որը 22-24 տարի աշխատել է Նիկոլ Փաշինյանի ցերկի տակ սկզբից որպես խմբակիր հետո պատգամավորը եւ այլն եւ բնականաբար իր մեկնաբանությունները մեկնաբանում են ինչպես որ պետքա իր գործատուին եւ միշտ էլ մեր կենտրոնական ընտրական հանձնարարողի իշխանության պատվերն է կատարել բայց գոնե այսպես բացայտ կուսակցականացված չեն եղել եւ հենց խնդիրներից մեկն է որ վստահություն չկա նաեւ որ ընտրությունները բացի որ տեղում կարող են շահարկվել եւ խախտումներն էլ այդ կենտրոնական ընտրական հանձնարարողը որը իդեպ եղել է նախորդ անգամները Հիմա խնդիրը հետեւյալն է մենք ունենք պաշտոնապես 2.900.000 բնակիչ Հայաստանում են որ վշտական ապրում է որը մենք գիտենք այդքան չկա որից 2.5 միլիոնը ընտրող են նման համամասնություն չի լինում այդ ուռճացված է 2.5 միլիոն թիվը եթե մենք համեմատում ենք անգամ նախորդ տարիների հետ թիվը ավելի մեծ է Այսինքն 10 տարի առաջ ավելի քիչ ընտրող ունեին, քան հիմա ինչ է նշանակում։ Սրա մեջ այն մարդիկ են, ովքեր նայում ես 110 տարեկան, այսինքն եթե չկա թուղթ, որ այդ մարդը մահացել է կամ ենթադրենք Հայաստանում, ինքը շարունակում է մնալ ընտրական ցուցակների մեջ։ Ինչու բան չի անում, չեն մաքրում այդ բոլոր խոստումներով հանդերձ։ Իշխանությունն ձեռնատու չի, որտեղ այս մարդկանց մեծ մասը, այսպես ենք, այդ 2.400.000-ից ռեալ Հայաստանում այսօր կա ավելի քիչ ընտրող, այսինքն մոտ 1.800.000, այդ 600.000-ը չկա, Հայաստանում չեն իրանք, եւ քանի որ նաեւ հանված է անգամ ընտրատեղամասերի ստեղծումը դեսպանատներում, հյուպատոսարաններում, նշանակում է անգամ դրսում չեն կարող մասնակցել, հետեւաբար այս թիվը արածա նրան որ ընտրախախտումների միջոցով, ես մի մանրամասն էլ ասեմ Եթե նախորդ ընտրությունների ժամանակ մինչև Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո փակցվում էր ընտրության մասնակիցների ցուցակը, դու չգիտեիր ում օգտին է քվեարկել, բայց դու գիտես մասնակցելա թե չէ։ Ու երբ որ ես գնում էի ցուցակի մեջ տեսնում էի իմ հարևանը իբր մասնակցելա, բայց նա 10 տարի կամ 20 տարի Հայաստանում չի ապրում, ես ասում էի սա կեղծիք է։ Հիմա դա հանել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն հիմա դու անգամ չես էլ կարող իմանալ անուն անառու ով է մասնակցել։ Մեզ թիվ են ասում, վերջում ասում են, ինչպես նախորդ անգամ էր 1.200.000-ի շուրջ է, երկու անգամ էլ 50%-ից քիչ է մասնակցել ընտրողները ըստ ցուցակի։ Եվ ասում են այսքանից այսքանն են տվել։ Հետևաբար այս խաղը դրա շուրջ է։ Այո, եթե մարդիկ գնային, ընտրեին, մասնակցեն եւ այլն, բայց եթե իրանք Հայաստանում չեն, ո՞նց են գնալու այս ամբողջը։ Եվ հենց սրա մեջ էլ էս սա Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ Սերժ Սարգսյանի հակով կարած կոստյում էր։ Սա այնպես էր արված, որ ընտրություններով իշխանափոխություն չլինի։ Հետո խոստումների հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց չփոխեց, որտեղ հասկացավ, սա մեծ հնարավորություն է տալիս իշխանությանը աճպարարություն անելու ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո հատկապես։ Հիմա տեսնենք ինչ կլինի։ Շատ շնորհակալ եմ բարոններ, մեր ժամանակը ավարտած է, ես կբախտեի որ ժամանակը սարած լինի։